Այսօրվա դատականիստը վերաբերում էր Սևանի գրողնեության Սևանի թերակղզու աշխատանքի պետական գրանցման անվավեր ճանաչմանը։ Նախորդ դատականիստը հետաձգվել էր պայմանավորված երկու կողմերի կողմից ապացույցներ ներկայացնել հիմքով, թե դատախազության թե մեր կողմից ներկայացվող ապացույցների։ Մենք մեր դիրքորոշումը ներկայացնենք, բայց դատախազության ներկայացուցիչ չէ ներկայացել, եւ մենք նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեցինք պայմանավորված այն հիմքով, որ առկա է դատականիստը հետաձգելու դատականիստը շարունակելու խոչընդոտ եւ անհրաժեշտություն է առկա դատականիստը հետաձգել եւ դրանով պայմանավորված նիստը հետաձգվել սեպտեմբերին։ Մի փոքր այսպես ասած անճշտություն տեղի ունեցավ դատականիստի կարգի հետ կապված, մասնավորապես լրագրողներից մեկը միացրել էր նաև ձայնագրություն, ոչ թե տեսաձայնագրություն, աուդիո ձայնագրություն, այսինքն տեսաձայնագրության հետ կապված խնդիր առկա չէր, մի փոքր այդպիսի իրավիճակ առաջացավ, բայց խնդիրը վերացվեց, կարծում եմ հետագայում նման խոչընդոտ տեղի չունենա, լրագրողների մուտքը չի արգելվի դատականիստին, հաշտարվում որ զանգվածային լրատվության միջոցների արգելքը սահմանող որևէ իրավանորմ Հայաստանի Հանրապետություն այս գործի քննության ընթացքում ամենայն դեպս առկա չէ եւ առհասարակ օրենսդրության վարչական դատավարության 100-րդ հոդվածի իմաստով անհրաժեշտություն է առկա միջնորդություն ներկայացնել բացառապես այն դեպքում, երբ որ տեսաձայնագրություն պետք է իրականացվի, եւ որը պետք է հեռարձակվի։ Այսինքն ձայնագրության համատեքստում նման կարգավորում արգելող, որ թեկուզ ես որպես փաստաբան չեմ կարող ձայնագրություն իրականացնել, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարությամբ գրված չէ։ Զուտ ուղղակի դատան փաստեց, որ իր դատականիստի դալիճում թեկուզ ձայնագրություն պետք է իրականացվի միայն իր թույլտվությամբ։ Դատախազության ներկայացուցիչի բացակայությունը քննության համար խիստ կարևոր է։ Ըստ էության կարևոր է, որովհետև իրենցից էլ էր ապացույց պահանջել դատարանը, նաև մենք դիրքորոշում ներկայացրել, դրանով պայմանավորված իրենք էլ պետք է իրենց դիրքորոշումը այդ ապացույցների հետ կապված ներկայացնեին, հետևաբար եթե չէին ներկայացրել, դրա հետ կապված առնվազն առկա էր խոչընդոտ հետագայում հնարավոր դատական ակտի արտահայտության պայմաններում կարող էր երկու կողմից էլ այդ հանգամանքը վիճարկվել, որպեսզի օբյեկտիվ քննություն տեղի ունենա, դրանով պայմանավորված նիստը հետաձգվեց, չնայած պետք է ապացույցներ ներկայացնել ինչպես այսօր։ Բայց ծանուցված է գիտեին, որ այո, միանշանակ ծանուցված է ունենալու որևէ բացատրություն կա նրանց բացակայությունը հիմնավորելու կամ մենք որևէ միջնորդություն դատախազությունից չենք ստացել, նիստը հետաձգելու, եթե նման միջնորդություն առկա է լիներ, դատարանը պարտավոր է այդ միջնորդությունը ընթերցել։ Այսինքն դատական նիստի ժամի դրությամբ որևէ միջնորդություն նիստը հետաձգելու կամ առանց իրենց իրականացնելու առկա չի եղել։ Բայց այստեղից որևէ եզրահանգման չեն կարող գալ, որ ասենք դատարանը կարող է, չգիտեմ, ինչ թեկուզ հակասությունության ենթարկել դատախազության, որովհետև ի վերջո նրա պատճառը պատահական ըստ էության մենք կարող ենք գործի քննությունը հետաձգել, բայց այնքանով որքանով անհրաժեշտ է, որպեսզի գործի քննությունը օբյեկտիվ տեղ ունենա, այդ իսկ պատճառով հետաձգվեց։ Ինչ վերաբերում է նիստին ներկայանալու, դա ցանկացած կողմի իրավունքն է, բացառությամբ վկաների, որոնք պարտավոր են ներկայանալ դատարանի կանչով ցանկացած դեպքում դատական ծանուցագիր ստանալիս։ Այս պայմաններում թե մեր, թե դատախազության, թե կադաստրի կոմիտեի համար դատական նիստին ներկայանալ իրավունք է, ոչ թե պարտականություն։ Իհարկե կարող են չներկայանալ, բայց կարծում ենք, որ մեր վստահ իրավունքի պաշտպանությունից դա չի բխում։